Գիտեք, ես այս խոսքս մեր երիտասարդներին եմ ուղղում։ Իմ հասակակիցները բոլորը շատ լավ գիտեն։ Երիտասարդները վերջերս ինչքան հանդիպում եմ, ասում են, հա, հասկանում ենք, որ իրար հետ չունեք, բայց չգիտեն մարդիկ ինչի չունենք։ Որտեղից է այդ հակակրանքը, որտեղից այդ փորձառությունը, որ այսօրվա իշխանությունները եւ ժողովուրդը այդքան դեմ է կանգնում նախորդներին, այդ նախորդներ բառը հույս ունեմ շուտով այլևս չի լինի, որովհետև շատ բազմաչարչար բառ է դարձել մեր քաղաքականության մեջ, եւ գիտեք ինչ, շատ ցավալի էր, բայց այդ դժվար պատերազմական իրավիճակում, տնտեսապես ահա որ դժվար վիճակում, շատ հաճախ Վրաստանում պայթում էր գազամուղը, գազատար խողովակը, գազը անջատվում էր Հայաստանում եւ Պարսկաստանից ֆուջիկաներ, նավթ, չոր սպիրտայրոցներ եւ այլ նման բաներ էր բերվում, առևտուր էր արվում էր այդ բազմաչարչար ժողովրդի հաշվին։ Եվ այդ տարիները սարսափելի տարիներ էին մեր ժողովրդի համար եւ իմ առաջի տեսաուղերձի ժամանակ ես որ այդ տիկնոջ հետ զայրույթով էի խոսում, պատահական չէ ամեն օրվա ապրումները չես նստի պատմես մարդկանց, բայց իմ հասակակիցները դա կվկայեն։ Մի խոսքով շատ երկար չերկարացնեմ, հաջորդ մեր նախագահը եկավ բոլորս գիտենք հոկտեմբերի 27-ը 99 թվականի, ինչ ճանապարհով, որ օրը եւ ինչպես նստեց կառավարման, Ղարաբաղի նախագահ տեղափոխվեց Հայաստան որպես վարչապետ, հետո դարձավ Հայաստանի նախագահ եւ գնաց այն չար նախագիծը, որը կոչված էր Հայաստան երկիրը վերացնել։ Եվ ոչ միայն կառավարության իշխանության են գլուխը, էլիտար գլուխը գլխատվեց, վերացվեց, սպանվեց դաժանաբար ազգային ժողովում, այլ ժողովուրդը ամբողջությամբ գլխատվեց։ Գիտեք, մեզ բոլորիս հայտնի Պողոս Պողոսյանը, գիտեք, տուալետում ծեծով սպանվեց թիկնապահների կողմից, նա մահացավ, բայց ես ասեմ, որ մեր ժողովուրդը նույն իրավիճակում էր, մենք բոլորս այդ նույն իրավիճակում էինք, ուղղակի մենք ամուր գտնվեցինք, մենք չմեռանք, մենք շարունակեցինք ապրել, բայց ինչ կյանքով ապրել, որովհետև այդ ճակատագիրը, Հայաստան ճակատագիրը, բոլորիս գլխի վրա էր կախված, բոլորիս ազգովի տանում էր ոչնչացման, որովհետև այդ ժամանակ բոլորդ գիտենք, ընդամենը 1 միլիոնի չհասնող անգամ 1 միլիոնից պակաս արտաքին պարտք ուներ Հայաստանը մեր մեծ ոխերիմ բարեկամին եւ դրա դիմաց միլիարդներ հանձնվեց պարտք, գույք պարտքի դիմաց ծրագրով, բոլոր մեր գործարանները, բոլոր հանքերը, մենք ինչ ունեինք ամեն բան, վերջում արդեն նաեւ երկաթգիծը Հայաստանի, որ լոգիստիկ միակ ուղին էր կապող հարևան պետություններին, դա էլ հանձնվեց։ Մի խոսքով Հայաստանից ոչինչ չմնաց եւ արդեն քանի որ այլևս ոչինչ չկար եւ նա իր միսիան, անելիքները գերազանց կատարել էր, փոխանցեց մեկ ուրիշի, որը այլևս պետական թալան չուներ, պետական ավար չուներ, անցան մասնավորին։ Եղբոր-որդիների միջոցով սկսեցին մասնավորի։ Եվ բավական էր ինչ-որ մեկը մի բիզնես ձեռնարկեր, ինչ-որ մի բան սկսեր, թույլ էին տալիս, սկսեր շարունակեր վերջացներ, վերջում խփում էին գլխին, ձեռքից վերցնում։ Եվ այսպես ժողովուրդ ջան, սիրելի երիտասարդներ ջան, մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, ձեզ հետ կիսվելու, ցավոք սրտի ժամանակը սուղ է եւ ժամանակն էլ չի ամբողջությամբ մանրամասները, ուղղակի մեր դառը փորձը ցույց է տվել, որ մենք ապրել ենք մի ժամանակ, որտեղ որ ստորագրված էր հայադավ մի ծրագիր։ Եվ պատմեմ ամենակարևորը, որի շուրջ այսօր ձևավորվում են արդեն այս բոլոր քաղաքական գործողությունները եւ ընթացքը, տեղի ունեցավ 99 թվականին, որքանով գիտեմ, Գիվեստի պայմանագիրը։ Մեր նախագահ
մեր հերոսը Գեյդար Ալիևի հետ, Հեյդար Ալիևի այսօրվա Իլհամ Ալիևի հոր հետ, որ այն ժամանակ նախագահներ, գցել բռնել էին, որոշել էին, որ որպեսզի ապրի Ղարաբաղը, դրա դիմաց Սյունիքը պետքա տրվի։ Հիմա շատ կարևոր բան եմ ասելու, սիրելիներ։ Փոխանակում պետքա լիներ։ Ղարաբաղը բնականաբար մեր հայրենակիցներն էին եւ այն պիտի ապրեր, այո, բայց ոչ Հայաստանի, առավել եւս Սյունիքի հաշվին, հասկանում եք։ Եվ Քիվեստում ինքը մեծ ջանքեր է գործադրել, փաստեր կան, այն ժամանակվա վկաներ կան, տեսանյութեր կան այդ մասին, որ ինքը Քիվեստում Ամերիկայի ներկայացուցիչներին այդ օրակարգը հայտնում է, որ այսպիսի որոշում կա, որ Սյունիքը իրենք համաձայն են Զանգեզուր անվանել, պետք է փոխանակվի, այսինքն Սյունիքը տալիս են, Ղարաբաղը մնում է։ Եվ այդ չար ու սև նայեք, ես այս քարտեզը դրա համար եմ բերել, մեր այս գեղեցկուհին, տեսեք մեր հայոհին, այսպես պահեմ, որ ճիշտ երևա, մեր հայոհին, մեր գեղեցկուհին, մեր մայր Հայաստանը, հետաքրքիր է, չէ, քարտեզում էլ գեղեցիկ է ինքը, գեղեցիկ աղջկա տեսք ունի։ Եվ այստեղից պետքա գլխատվեր այս վիզը, այս գեղեցիկ աղջկա։ Այս միջանցքը պետքա գլխատվեր, Սյունիքը տրվեր եւ մնար Երևանը մի քանի մարզերով ընդամենը, որն էլ հարցեր կմնար, թե չէ, որովհետեւ այդ ժամանակ սկսեց մեր հարևան պետությունը արդեն հավակնել Գեղարքունիքի մարզի, Մարտունու եւ այլն, մինչեւ անգամ Սևանի անվանումներ սկսեցին հիշել ու փոխել եւ այլն։ Այս չար ծրագրի մասնակից եղավ, որին որ մեր ղեկավարությունը իդեմս Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի շատ դեմ էին եւ հակառակվեցին եւ դրա պատճառով տեղի ունեցավ 27 հոկտեմբերի։ Այս մասին բոլորս գիտենք, շատ է խոսվել, պարզապես ես ուզում եմ այս հետևությունները, պատճառ հանգամանքային կապը այսօր նշեմ, որ այդտեղից սկսվեց, բայց մենք ձեզ հետ գիտենք, որ դա արդեն Հայաստանի վերջն էր լինելու, այն Հայաստանի, որ արդեն ոչինչ սեփական չէին թողել, ոչ մի բան սեփական չուներ, Սերժ Սարգսյանն էլ օդն էլ մի հատ վճարովի դարձրեց, եթե հիշում եք ինքնաթիռներում արդեն օդի փողել էինք վճարում, այն օդը, որ աստուց տրված օդ էր, բնական պաշար էր, դա էլ էր վճարովի ինքնաթիռների մեջ, միայն թե փող կորզելու մի տեղ էր, այսինքն ամեն բան վճարվեց։ Ես ինքս հոգեբան որպես շատ եմ աշխատել, շատ բազմաթիվ տասնյակ ընտանիքների կանանց հետ, ովքեր որ լքվել էին ամուսինների կողմից այդ տարիներին, խոպան գնացած տղամարդկանց, թողնված ընտանիքների, կանանց եւ երեխաների հետ։ Շատ դաժան պատմություններ եմ լսել, իմացել եմ եւ դա էր ծրագիրը, հայաթափ անել Հայաստանը, Սյունիքը տալ եւ այնտեղ կմնար Երևանը փոքր մի քանի մարզերով, որը բնականաբար հայաթափ կլիներ եւ շատ շուտով Հայաստան այլևս քարտեզի վրա չէր լինի։ Եվ հիմա անցնեմ մեր ժամանակներ։ Մենք ասացինք ոչ իդեմս մեր վարչապետի Նիկոլ Փաշինյանի, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետով հենց Սյունիքի ճանապարհի մասին էր, որը չի եղել պայմանագրի մեջ նման կետ, բայց պնդում էր մեր ցարը, որ այս միջանցքը Սյունիքի, որը իրենք շատ մեծ սիրով Զանգեզուրի էին անվանում, որը ադրբեջանական անվանում է, ոչ թե հայկական, Ռուսաստանի տիրապետության տակ անցնի։ Եվ գիտեք ինչի համար եմ ես այսպես ցույց տալիս, որ պիտի կտրվեր, որովհետև այնտեղ միջանցք էին կառուցելու, որը երկու կողմից 5 մետր բարձրությամբ պարիսպներով էր պատած լինելու։ Այսինքն 5 մետրանոց պարիսպը ավելի է, քան պետական սահմանը կտրում երկիրը, եւ Սյունիքը մնալու էր Հայաստանից անկախացած եւ դուրս։ Եվ եկավ պատերազմից հետո ինչ որ ընթացք, որ ահազանգեր կար մեր Սյունիքի բնակիչներից, որ գիտեք ուղեկալներ են դրել զինվորները իրենց
Եվ մենք չենք կարողանում ազատորեն գալ մյուս մարզեր Հայաստանի, որովհետև այնտեղ սահմանապահ իրենց զինվորները անձնագիր են պահանջում։ Պատկերացնում եք ինչի միջով մենք անցանք։ Այն գիշատիչ հրեշի երախից վարչապետը հանեց Հայաստանը։ Արդեն 5 րոպե էր մնում, որ այս չար սև ծրագիրը կատարածվեր Հայաստանի վրա։ Հիմա արդեն մտան Հայաստանի պետական սահման։ Ջերմուկի կողմից, հիշում եք բոլորդ, 22 թվականի սեպտեմբերի 13-ին, 13-14-ին։ Սա արդեն մեծամասշտաբ այն պատերազմի սկիզբն էր, որը արդեն կոչված էր ամբողջ Հայաստան երկիրը տապալելու։ Եվ Նենսի Պելոսին եկավ, հիշում եք, Թայվանից թռավ Հայաստան եւ կանգնեցրեց, դադարեցրեց այդ չար գործը Հայաստանի դեմ ուղված։ Բայց երկրորդ փորձն էլ արեցին 23 թվականին։ Ես կարծում եմ իրենք չէին էլ նախատեսել, որ Ղարաբաղը ամբողջությամբ կդատարկվի։ Իրենք ռազմական ուղղակի սկսեցին հրահրումներ եւ այլն ռազմական հարձակում։ Միակ նպատակը նա էր, որ Հայաստանը ներքաշային այդ պատերազմի մեջ, որովհետեւ այն ժամանակվա հերոս նախագահը Ղարաբաղի Շահրամանյանը օգնության ձեռք էր խնդրում Հայաստանից, բայց Հայաստանը արդեն դառը փորձից գիտեր այդ ամեն բանը, հասկանում էր, որ ինչի համար է։ Արդեն Ղարաբաղի տեղահանումից հետո սկսեցին լուրեր միջազգային բարձր մակարդակներից, լրատվամիջոցներից եւ այլն պաշտոնական կայքերով սկսեցին տարածել, այս պահը ուշադիր լսեք ժողովուրդ ջան, այս հանգամանքը երևի շատ տեղեր չլսեք։ Սկսեցին տարածել, որ Հայաստան է ներխուժել, պետական սահմանն է, Հայաստան է ներխուժել ահաբեկիչների խմբավորում, վտանգավոր ահաբեկիչների խմբավորում։ Սուտ լուր, որտև հիշեք Բենդերների պատմությունը, Ուկրաինա ներխուժվեց այդ ահաբեկիչներ, Բենդերներին ահաբեկիչներ ճանաչած այդ պատրվակով, որ մտնում են ահաբեկիչների հարց լուծելու, հա, իբր երկրին օգնելու, երկիրը ազատ ագրելու այդ ահաբեկիչներից։ Նույն փաստը փորձեցին Հայաստանում կատարել։ Եվ դա հաստատեց Թուրքիան, իհարկե վերևներում արդեն հաստատել էին։ Նման դրանք լուրեր էին, պաշտոնապես չէր հայտարարվում, բայց լրատվամիջոցները տարածում էին, նաև հաստատեց Իսրայելը։ Եվ գիտեք ինչ, ես գուցե սա իմ եզրահանգումն է, բայց ես այդ ժամանակ տեսա մեր վարչապետին հեծանիվ վարելուց։ Ինքը միջայք չէր անում դա։ Ինքը մարտահրավեր նետեց այդ հայտարարություններին, որովհետև պաշտոնապես հերքել ոչ մի կերպ դա հնարավոր չէր։ Այսինքն հնարավոր էր կաներ, բայց դա չէին վերցնի որպես փաստ։ Բայց արդեն հողը ցանվել էր այդ չար երրորդ փորձին, որ Հայաստանի վրա պետք է գան փրկելու Հայաստանը ահաբեկիչներից, հասկանում եք։ Մի նոր չար ծրագիր, եւ իմ վարչապետը նստեց հեծանիվ ու քշեց։ Ինչքան մեկնաբանություններ ենք լսել ու կարդացել այդ առումով, սկսեց Երևանի փողոցներում վարել շատ փոքր խմբով, հետո Հայաստանի մարզերով եւ ճանապարհներով վարել եւ լռեց։ Միջազգային այդ չար լրատվությունը լռեց, որովհետեւ դա լուռ ապացույցն էր, որ ոչ մի ահաբեկչական կառույց եւ խմբավորում Հայաստանում չկա։ Գիտեք, եւ էլի շատ հարցերում այդ անձնավերությունը իր զոհաբերող տեսակը Հայաստանի։ Սա չեք տեսել մենք երբևէ նման բան։ Ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ես չեմ հիշում այդպիսի բան։ Եվ դրանից հետո հնարավոր չէր չհարգել, չհետևել վարչապետին, որովհետև ինքը իր կյանքի գնով, ինքը իր ընտանիքի, իր անձի գնով պահեց այս երկիրը, ատամներով պահեց։ Ես չեմ
զլանանորից կրկնեմ, որ հրեշի երախից արդեն 5 րոպե էր պակաս հանեց Հայաստանը։ Եվ հաջորդ ուղերձս, որ ուզում եմ անեմ, մեր Ռուսաստանաբնակ հայրենակիցները, որոնցից շատերը արդեն հայո Հայաստանում են, Ռուսաստանում իրենք YouTube չունեն, իրենք VPN-ով միայն կարող են հետևել Facebook-յան ալիքներին, ծրագրերին, այն էլ սահմանափակ ժամանակով եւ հնարավորությունով, իրենք համաշխարհային ինֆորմացիոն դաշտից կտրված են արդեն քանի տարի է։ Որպիսի մեր են խորհրդային տարիներին ժելեզնի զաննվես, ասում են երկաթյա վարագույրը, հա, փակված լինեն, չհասկանան աշխարհում ինչ է կատարվում, ով է մեղավոր, ով ճիշտ։ Եվ այսպես ժողովուրդը այդ ինֆորմացիոն սովի մեջ ապրում է եւ ուրախ ու երջանիկ։ Հիմա իմ հայրենակիցներ, դուք ձեր համաձայնությամբ թույլ տվեցիք, որ ձեզ դարձնեն գործիք, այն էլ ազգադավ գործիք։ Իհարկե բոլորիդ չի վերաբերում այս խոսքս, որովհետև լսել եմ, գիտեմ, որ շատերդ եկել եք եւ որոշում ունեք ճիշտ ընտրություն անելու։ Նախ եւ առաջ իմ ուղերձը ձեզ, եթե ձեր նպատակներում, ձեր ծրագրերում հետագա չկա Հայաստանում բնակվել եւ մնալ, դուք ընդհանրապես իրավունք չունեք մեր փոխարեն մեր ճակատագիրը որոշեք ձեր ընտրություններով։ Դուք իրավունք չունեք։ Դա մեր կյանքն է, մեր երկրում, որը մենք ենք 0-ից կառուցում մեր կառավարության եւ իշխանության հետ։ Դուք վայելում եք ուրիշ երկրի բարիքներ, որովհետեւ հակառակ դեպքում կվերադառնայիք, ինչպես ես եմ ժամանակին իմ ընտանիքով 15 տարի դրսում ապրելուց հետո վերադարձել։ Մենք ամբողջ ընտանիքով, մենք մեծ ընտանիք ենք եւ վերադարձել ենք իմ հայրենիքում ենք ապրում արդեն 10 տարի։ Լավ, եթե մասնակցելու եք ընտրություններին, ոչ ոք չի կարող վերահսկել ձեր կատարած ընտրությունը։ Ես շատ հույս ունեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսահմանի մի կանոնադրություն, ըստ որի կարգելվի հեռախոսով մտնել ընտրախոց ընտրություն կատարելու։ Ոչ մեկը պետք է իրավունք չունենա հեռախոսով մտնի մի հատ էլ նկարի իր ընտրությունը։ Սա պետք է խիստ արգելվի։ Ես կոչ եմ անում սա նկատի ունենալ։ Ուրիշ ոչ մի ձևով չեն կարող ձեզ վերահսկեն, թե դուք ում եք ընտրել։ Ընտրեք ձեր սրտի ուզածը։ Ընտրեք ձեր հայրենիքը պահելու, պաշտպանելու, բարգավաճելու, զարգացնելու ծրագիրը։ Եվ դա մենք արդեն ես բոլորդ գիտեք ընտրությունը։ Լավ, ինչ որ անհամընկնություն, ինչ որ խնդիրներ ունեք այսօրվա կառավարության հետ։ Մենք էլի ունենք արևմտամետ ժողովրդավար ուրիշ կուսակցություններ, շատ լավ, շատ չեն ցավոք, բայց ընտրեք մյուսներին։ Գոնե երկուսը կընտրեք այդ ցուցակի մեջ այդպեսիները։ Բայց ոչ այն գիշատիչ, ես այս բառը ամբողջ իր իմաստով եմ ասում։ Ընդդիմադիրները, որոնք այսօր եկել են հերթական անգամ վաճառելու Հայաստանը ու լքելու, իրենք չեն մնալու Հայաստանում։ Սա պարզապես իրենք խրախուսանքը, հոնորարը կստանան կատարված գործի համար եւ կգնան իրենց միլիարդները վայելելու արտերկրներ։ Հասկանում եք։ Դրա համար քաջալերում եմ ձեզ։ Եթե ստիպված եք մասնակցել, ընտրեք ձեր խղճի համեմատ Աստծո առաջ պատասխան տալու, որ մեր սերունդները մեզանից հետո ապրող հայրենիք ունենան ապրելու համար։ Եվ հիմա լուրեր են տարածվում, որ արդեն 100,000-ների մասին են խոսում, որ այդքան Ռուսաստանաբնակ հայեր են եկել։ Ես ուզում եմ ձեզ մի անհանգստություն ունեմ ձեզ համար, դա եմ ուզում ձեզ փոխանցեմ։ Դուք ձեր համաձայնությամբ գերության մեջ մտաք, գերության դաշինք կնքեցիք նրանց հետ, որովհետև իրենց հայտնի է արդեն ձեր տվյալները, իրենց հայտնի է, որ դուք համաձայն եք իրենց ծրագրի մեջ լինելու եւ իմացեք, որ
Դուք արդեն այն կարմիր շրջանակի մեջ եք, որոնց որ առաջի հերթին կուղարկեն Դոնեցկ, կուղարկեն Ուկրաինա սահմաններ։ Այսօր ցավոք սրտի, այսպես սրտից ցավով ուզում եմ ձեզ ասել, որ արդեն համացանցերում էլ վստահաբար տարածվում է, որ արդեն այդ պատերազմում ռուս-ուկրաինական այս կողմից, Ռուսաստանի կողմից 30,000 զոհված եւ անհայտ կորած եւ անդամալույց եղած հայեր ունենք, 30,000։ Ձեր տղա երեխաների երկրից փախցնելու համար, որ երկրի պատերազմին չմասնակցեք, տարակոտարի պատերազմին տվեցիք։ Իմ հայ ժողովուրդ, ափսոսում եմ մեր այս հայացքները, մեր այս անսթափ մտածելակերպը, որ հայրենիքից լավ տեղ չկա ժողովուրդ, եւ հաջորդ անհանգստությունս, որ եթե տապալվի այս ընտրություններում այդ կուսակցությունները ընդդիմադիր տապալվեն այդ մեծ ծրագիրը, ես վախենում եմ, որ սահմանի վրա ձեզ դեպորտ կխփեն բոլորիդ, դուք այլևս պետք չեք այդ երկրին, որովհետև դուք տապալեցիք այն ծրագիրը, որի համար մանավանդ գումարներ են ձեզ վճարել, ձեր տոմսն են գուցե գնել ինքնաթիռի կամ ավտոբուսի, դուք պարտք եք, հասկանում եք, պարտք եք իրենց, իսկ այդ երկիրը պարտքեր չի ներում պարտքեր, մտահոգվելու կարիք ունենք մենք և դուք, շատ ափսոսում եմ, որ դուք այդ որոգայթի մեջ եք հայտնվել, տա Աստված, որ այդպես չլինի, բայց եթե լինի, որովհետև այդ երկիրը բոլոր իր դաշնակիցների հետ այդպես է վերաբերվում, այնպես որ մի հուսահատվեք, Հայաստանը ավելի լավ ապրելու երկիր է, քան մնացած բոլոր երկրները, այսքանով ավարտում եմ սիրելիներ, հունիսի 7-ին բոլորս միասին, ինչպես ասվում է 2026-ին, ընտրում ենք 16-ին, և հետագա արդեն իմ տեսաուղերձների մեջ էլի կխոսեմ, շատ բաներ կա խոսելու, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու մենք, շատ մոտակա ապագայում, այնպես որ սիրելիներ, սիրում եմ ձեզ շատ, ես այս բառերը այնքան անկեղծ եմ ասում, ինձ համար հայս բարձրագույն արժեք է, ինչպիսին էլ որնակ է, ես պարզապես ափսոսում եմ մոլորված հայերիս համար, շատ եմ ափսոսում և կոչ եմ անում, վերանայեք, շատ բան փոխվել է արդեն, մենք արդեն ուրիշ իրականության հետ գործ ունենք, սիրում եմ ձեզ, մինչ հետագա հանդիպում, լավ եղեք։